Ողջույն սիրելի հետևորդներ, կրկին US Armenian Moms-ն է։ Այսօր բարձրաձայնելու ենք մի շատ կարևոր թեմա, որն է domestic violence, ընտանեկան բռնություն։ Եթե բռնությունը իրականում եղել է, իրականում կա, դուժող կողմը չպետք է ամաչի, երբեք։ Հնարավոր է, որ ամուսիններն են Այո, շատ ալի ենթարկվում բռնության։ անխոս, այսինքն սիրելուց է, որ ինձ ծեծում է։ Մարդիկ մտածում են, որ ընտանեկան բռնությունը դա միայն ֆիզիկական բռնությունն է։ Ոչ, ոստիկանություն պետք է դիմվի երկու նպատակով։ Ամենաառաջինը պաշտպանվելու համար, այդ էտապում փաստաբանը շատ բան կարող է անել, որպեսզի գործը կամ առաջ գնա, կամ կարճվի։ Դեպորտացիայի հոդվածներից մեկն է։ Okay. Այսօր իմ հյուրն է Criminal Defense Attorney, քրեական գործերի դատապաշտպան Ռուզաննա Պողոսյանը, ով հայտնի է մեր համայնքում եւ ոչ միայն մեր համայնքում, եւ փորձել ենք ունենալ շատ մտերմիկ զրույց եւ փորձենք որոշ հարցերին մեկնաբանություն տալ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերքը։ Մեծ սիրով։ Ռուզաննա ջան, կուզեմ մի փոքր զրուցենք եւ հասկանանք ինչ է իրանից ներկայացնում domestic violence-ը, ընտանեկան բռնությունը, ինչ է իր մեջ ներգրավում։ Դա ընտանեկան բռնությունն է, որը իր մեջ ներառում է ոչ միայն ֆիզիկական բռնություն, այլ նաև հոգեբանական, ֆինանսական, սեքսուալ, որպեսզի domestic violence ընտանեկան բռնություն համարվի, պետք է լինի ընտանեկան կապ ունեցող անձանց միջև ամուսին, կին, ծնող երեխա, տատիկ, թոռնիկ, պապիկ, թոռնիկ, հորաքույր, մորաքույր, եթե միասին են ապրում, կարող է լինել boyfriend, girlfriend, այսինքն պետք է լինի մտերիմ ընտանեկան բնույթի կապ։ Եթե կապը չկա, եթե այդ կապը չկա, բայց բռնություն կա, դա արդեն որակը փոխվում է, ընտանեկան բռնություն չի համարվում։ Ընտանեկան բռնությունը դա ֆիզիկական բռնությունն է, որին ավելի շատ են մարդիկ ծանոթ, քան ասենք հոգեբանական բռնությանը, ֆինանսական բռնությանը կամ սեքսուալ բռնությանը, ավելի շատ մարդիկ մտածում են, որ ընտանեկան բռնությունը դա միայն ֆիզիկական բռնությունն է։ Ոչ, գումարը, չէ, մի կողմը աշխատում է գումարը, մյուս կողմը տիրապետում է գումարին առանց չի թույլ տալիս, որ աշխատող կողմը մուտք ունենա, access ունենա այդ գումարին, օրինակ դա ֆինանսական բռնության մի տեսակ է, կամ ասենք հաճախ ինչ է լինում կինը մեր համայնքում կանայք ենթարենք չեն աշխատում, աշխատող կողմը տղամարդն է եւ տղամարդը զրկում է կնոջը ֆինանսական ուրեմն ֆինանսներից, չէ, կամ կոնտրոլ է անում չափից ավել։ Չթողնելու պահը, երբ որ կանանց չեն թողնում աշխատել, ասում են դու միայն զբաղվի ընտանիքով, երեխաներով, երեխաների դաստիարակությամբ, արդյոք դա նույնպես բռնություն է համարվում։ Բռնություն է, իհարկե, միանշանակ բռնություն է։ Օրենքի տեսակետից նայած մենք արդեն բռնության քրեական կողմի մասին ենք խոսում, թե քաղաքացիական կողմի, որովհետև քրեական կողմի համար ֆինանսական բռնությունը բավարար չի, պետք է լինի ֆիզիկական բռնություն եւ պետք է լինի հոգեբանական բռնություն։ Իսկ քաղաքացիական բռնության համար այո, բավարար է։ Եթե որևէ անձ ենթարկվում է ընտանեկան բռնության, որոնք են առաջին քայլերը, որ պետք է ձեռնարկվի իր եւ իր երեխաների անվտանգությունը պահպանելու համար։ Անկախ հանգամանքից, անկախ երեխաների առկայությունից, որտեղ անձը կարող է ենթարկվել ընտանեկան բռնության առանց երեխաների ունենալու։ Այո։ Ուրեմն անկախ երեխաների փաստից, եթե անձը ենթարկվում է ընտանեկան բռնության, լինի կին, լինի տղամարդ, առաջինը պետք է դիմել ուրեմն օրինապահ մարմիններին, ոստիկանություն։ Առաջինը դա է։ Ոստիկանություն պետք է դիմվի երկու նպատակով։ Ամենաառաջինը պաշտպանվելու համար, որպեսզի եթե ուրեմն ոստիկանությունը միջամտություն ձեռնարկի, անձին ապահովելու ֆիզիկական, ասենք, վտանգից ապահովելու համար,
Երկրորդը եթե անձը հետագայում որոշի, որ քաղաքացիական դատարան պետք է դիմի ենթադրենք restraining order-ի համար, domestic violence restraining order-ի համար, շատ կարևոր կլինի, որ փաստը գրանցված լինի ոստիկանությունը, որովհետև այդ հարցը տրվելու է իրեն դատարանում։ Արդյոք դիմել եք ոստիկանություն եւ վերցել եք police report ասվածը։ Այո, դա ասելով ես ուզում եմ հիմա մեկնաբանեմ, դա չի նշանակում, որ եթե police report չունեք, ուրեմն դուք չեք կարող դատարան, քաղաքացիական դատարան դիմեք restraining order-ի համար։ Ոչ, կարող եք։ Ուղղակի եթե police report-ը լինի, շատ ավելի հեշտ կլինի անձի համար հետագայում իր գործը ապացուցելու համար։ Իսկ քրեական domestic violence-ի համար, եթե քրեական մասով ենք մենք խոսում, police report-ը պարտադիր է։ Այսինքն քրեական գործ չի կարող հարուցվել, եթե իրավապահ մարմինները չեն տեղեկացվել։ Որովհետև քրեական գործը սկսվում է, այո, իրավական, ուրեմն police investigation-ից։ Իրենք պետք է առաջինը ոստիկանությունը պետք է սկսի գործը, փաստերը հավաքի, նոր գործը փոխանցի դատախազություն եւ դատախազը կորոշի, եթե քրեական գործ հարուցվելու է, թե ոչ, այսինքն բավարար փաստեր կան քրեական գործ հարուցելու համար, թե ոչ։ Այսինքն եթե անձը ուզում է քրեական գործ հարուցել, չի կարող ուղիղ գնալ դատախազություն եւ հայտնել, որ քրեական գործ է ուզում հարուցել մյուս անձի դեմ։ Ճանապարհը ոստիկանության միջոցով է։ Շատ լավ։ Ինչպես կարելի է ստանալ restraining order-ը, DVRO, domestic violence restraining order, եւ ինչքան ժամանակով է այն տրվում։ Ուրեմն domestic violence restraining order-ը ստանալու համար առաջինը անձը դժոխ կողմը, որը այդ իրավիճակում petitioner, հա, դիմող կողմը կարող է գնալ դատարան, գույություն ունի ֆորմ, այդ ֆորմը լրացնի, հետո իր պատմությունը գրի, ինչի համար, ինչ բռնություն է տեղի ունեցել, ինչի համար իրեն պետք է դատարանը այդ restraining order-ը հաստատի եւ ներկայացնի դատարան։ Հիմա դա եթե դատարանը, երբ որ դատավորը վերցնում է, ստանում է այդ հայցը, դատավորը չի տեսնում դիմող կողմին, դատավորը չի խոսում դիմող կողմի հետ։ Դատավորը միայն տեսնում է այն, ինչ գրված է թղթի վրա։ Ու ըստ գրվածի դատավորը որոշում է, եթե restraining order պետք է տրվի, թե չպետք է տրվի։ Հիմա, եթե դատավորը restraining order որոշեց, որ պետք է տրվի, այդ restraining order-ը համարվում է temporary restraining order, TRO, ժամանակավոր restraining order, որը ուժի մեջ է ընդամենը 21 օր։ 21 օրվա մեջ այդ նույն հայցի վրա նշվում է դատի օրը, դատավարության օրը եւ հայցվորը ստանում է արդեն շտամպով իր այդ փաստաթուղթը հայցը, որը շատ կարևոր է, որ տրվի հակառակ կողմին, անպայման պետք է տրվի։ Այսինքն հակառակ կողմը պետք է serve պետք է լինի։ Արձերն եւ պետք է տրվի 18-ից բարձր անձի միջոցով, որը կապ չունի դիմորդի հետ։ Հիմա դա մենք փաստաբաններս օգտագործում ենք պրոֆեսիոնալ սերվիս կա դրա համար։ Մենք օգտագործում ենք իրենց, որոնք գիտեն ոնց ասենք այդ process-ը իրականացնեն, չէ՞։ Գտնում են անձին, ճիշտ սերվիսը արվում է, որից հետո եթե շատ կարևոր է, որ սերվիսը արվելուց հետո, երբ արձերը տրվում է անձին, այդ փաստաթուղթը հետո պետք է տարվի եւ ոստիկանությունում ներկայացվի։ Այսինքն ոստիկանությունը պետք է տեղյակ լինի, որ restraining order-ը, temporary restraining order-ը գոյություն ունի այս անձի դեմ։ Պատասխանող կողմը ստանալով ծանուցումը ունի ժամանակ մինչև դատարան ներկայանալու օրը
կամ գրավոր պատասխանել հայցին կամ ներկայանալ դատարան։ Ըստ օրենքի, ըստ կանոնադրության, պաշտպանվող կողմը նաև իրավունք ունի մեկ անգամ առանց պատճառի հետաձգել դատավարության նիստը։ Պատճառը հիմնականում լինում է, որտեղ պաշտպանվող կողմն էլ արդեն փաստաբան են ուզում վերցնեն, պաշտպանվելու համար եւ այլն։ Ուրեմն երբ որ, այսինքն այդ temporary restraining order-ը 21 օր ընդամենը ուժ ունի։ 21 օր հետո, երբ որ լսումը դատալսումը լինում է, դատավորը արդեն լսում է եւ հայցվորին եւ պատասխանող կողմին։ Փաստերը, եթե վկաներ ունեն, եթե ասենք տեսանյութեր ունեն, տեքստեր ունեն, փաստերը բոլորը դատավորը լսում է եւ դատավորը վճիռն է կայացնում։ Կամ restraining order-ը ուրեմն տալիս է արդեն հիմնական, կամ մերժում է։ Եթե մերժվում է, արդեն այդ temporary restraining order-ը էլ ուժ չունի, վերջացավ։ Այսինքն temporary restraining order-ը 21 օրով ընդամենը մինչև դատալսման օրն է։ Հիմա 21 օրը դա մաքսիմում ժամանակն է։ Սա կարևոր է որ իմանան, որովհետև չեմ ուզում շփոթություն առաջանա, լինում է որ 15 օր հետո է դատը լինում։ Ահա։ Okay, այսինքն դա կախված է դատարանի զբաղվածությունից։ Իսկ հիմնական օրդերը կարող է լինել արդեն 1 տարով, 3 տարով, 5 տարով, 7 տարով։ Ըստ արդեն դատավորի ինքնավորոշում, դա կախված է փաստերից։ Կուզեի նաև բացենք փակագծերը, ինչ է restraining order-ը, որովհետև միգուցե մարդիկ կան, որ տեղեկություն չունեն ինքն իրենց ինչ է ներկայացնում եւ ինչի համար է դա։ Ուրեմն domestic violence restraining order-ը նայած թե դիմողը հայցվորը ինչ է դատարանին խնդրում կամ պահանջում, որ դատարանը ինչ չանի հակառակ կողմը։ Հիմնականում պահանջում են չմոտենալ իրենց, եթե երեխաներ կան, իրենց հետ ապրող երեխաներին, եթե հայցվորի հետ ընդհանրենք ծնողներն են ապրում։ Ծնողներն են ընդգրկվում այդ հայցի մեջ, ուրեմն չմոտենալը։ Հիմնականում լինում է 100 yard հեռավորություն պահպանել, կարող է լինել 100 feet նաև։ Դա կախված է դատավորի արդեն որոշումից։ Լինում է, եթե երեխաներ կան, արդեն ժամերն են որոշում երեխաներին, երբ կարող են տեսնել, երբ չեն կարող կամ ընդհանրապես կարող են չտեսնել։ Հեռու մնալ անձի հայցվորի աշխատանքային վայրից, դպրոցից, մեքենայից, չհետևել, չնկարել, չձայնագրել, չխանգարել մարդուն, չեն կարող զանգել, ոչ մի կոմունիկացիա չպետք է լինի։ Այսինքն նայած ինչ են հայցվորը ինչ է պահանջում դատարանից, ինչ է ուզում որ պատասխանող կողմը չանի, դա կախված է ուրեմն հայցվորի պահանջներից կամ ցանկությունից, այո։ Եկեք խոսենք նաև մյուս կողմի մասին, երբ որևէ անձ մեղադրվում է ընտանեկան բռնության մեջ սխալմամբ։ Ինչ պետք է անի այդ անձը, որն է իր իրավունքները իրեն պաշտպանելու համար։ Հայցվորները, մեղադրող կողմը կամ տուժող կողմը օգտագործում են, հաճախ է լինում դա, domestic violence-ը այլ նպատակի համար։ Լինում է բաժանության հարց երեխաների հետ կապված, որպեսզի իրենք ավելի ուժեղ լինեն, այո, իրավիճակում domestic violence մտածում են, որ դա հարցը կլուծի։ Նախնական process-ում մեծ մասամբ հարցը լուծում է։ Հետո արդեն զղջում են կամ չեն զղջում, ուրեմն մեկը բաժանության հարցերում կարա լինի։ Մյուսը ուղղակի ես դա շատ եմ լսում, վախացնելու համար են անում, որը շատ սխալ մոտեցում է։ Հիմա ասեմ ինչ պետք է անի այդ մեղադրվող կողմը։ Մենք մեր զրույցի սկզբից ասեցինք, որ domestic violence-ը երկու բնույթ ունի՝ քրեական եւ քաղաքացիական, երկու տեսակ կարող է լինել։ Եթե հայցվորը առանց հիմքերի դիմում է ոստիկանություն, ենթադրենք թե չափազանցրած կամ ասենք կեղծ հորինված, այո, փաստեր է ներկայացնում,
որը վստահելի է ներկայացնում եւ ոստիկանությունը սկսում է, ասենք, քննություն, չէ՞։ Ամենաառաջինը ձերբակալելու են, եթե բավարար փաստեր ներկայացնի, ձերբակալելու են մեղադրող այդ կողմին։ Նշեմ, որ ոստիկանություն, եթե քրեական գործի համար դիմ ունեն, ոստիկանությունը անպայման ուշադրություն է դարձնում ֆիզիկական բռնությանը, ֆիզիկական հետքերին։ Լավ։ Եվ այդտեղ նյուանսներ կան իհարկե, որի մեջ մենք հիմա չենք խորանա, անձը ձերբակալվելու է։ Ձերբակալվելուց հետո անմիջապես իմ խորհուրդը, որ իրենք անպայման փաստաբան վերցնեն, անպայման, անկախ նրանից իրենք վստահ են, որ ոչինչ չեն արել, իրենք անմեղ են, թե որևիցե բան արել են, բայց հակառակ կողմը, մեղադրող կողմը չափազանցնում է, ճիշտը փաստաբան վերցնելն է։ Ինչի համար, որովհետև այդ էտապում փաստաբանը շատ բան կարող է անել, որպեսզի գործը կամ առաջ գնա, կամ կարճվի։ Երկրորդ տեսակը արդեն քաղաքացիական, այդ նույն անձը, որը որ ոստիկանություն է դիմել, կարող է նաև քաղաքացիական domestic violence restraining order վերցնել, չէ՞։ Հիմա այդ նախորդ հարցում մենք խոսեցինք այդ մասին, որ մեղադրող կողմը արդեն ստանալու է թղթերը, չէ՞։ Ծանուցումը ստանալու է եւ ինքը դատարանի օր է ունենալու։ Այո, անձը կարող է ինքը իրեն, մեղադրվող կողմը ինքը իրեն կարող է ներկայացնել դատարանը։ Ես չեմ այդ խորհուրդը տա, որ անեն, ճիշտը փաստաբան վերցնելն է, եթե իրենց համար կարևոր է, որ այդ domestic violence restraining order-ը իրենց դեմ չլինի։ Եթե կարևոր է, ուրեմն անպայման փաստաբան վերցնեն։ Եթե էական չի, եթե կարևոր չի, ուրեմն արդեն կարող են իրենք պաշտպանը։ Այո, իրենք կարող են որոշեն։ Եվ եթե դա արդեն գալիս է շատ հանգամանքներից կախված, բայց հարցը ինչ անեն առաջինը փաստաբան վերցնել անպայման։ Այստեղից մեկ այլ հարց առաջացավ, ինչպես է ազդում ձերբակալությունը եւ դատվածությունը այն մարդկանց վրա, ովքեր ներգաղթել են այստեղ, այս երկիր, սակայն դեռ US citizen չեն, չունեն կարգավիճակ կամ process-ի մեջ են, կամ ուղղակի դեռ քաղաքացիություն չունեն, ինչպես կազդի իրենց հետագա գործերի վրա։ Ես կարծում եմ, որ էմիգրացիոն գործով զբաղվող փաստաբանները դա միանշանակ կհամաձայնվեն ինձ հետ ու միանշանակ կհաստատեն domestic violence case-երը ամենավատ հետևանք թողնող, ամենավատ հետևանք ունեցող գործերն են այն քաղաքացիների վրա, ովքեր Միացյալ Նահանգների քաղաքացիություն չունեն։ Անկախ նրանից ունեն green card, դիմել են քաղաքական ապաստարանի, թե գտնվում են երկրում ինչ-որ այլ վիզայով, հետևանքը ծանր է, բավականին ծանր է։ Հիմա restraining order-ների ժամանակ domestic violence restraining order, այսինքն քաղաքացիականի համար ծանրությունը ավելի թեթև է, մի քիչ ավելի թեթև է, քան քրեականը։ Քրեականը, որը 273.5 հոդվածն է, եթե այդ հոդվածով ուրեմն դատվածությունը լինում է, դա շատ դժվար է լինում այդ անձին Միացյալ Նահանգներում, շատ դժվար կլինի անձին Միացյալ Նահանգներում մնալը, եթե քաղաքացի չեն, որովհետև դա դեպորտացիայի հոդվածներից մեկն է։ Okay. Դրա համար էլի եթե հետ գնանք նախորդ հարցին, ինչի ես շեշտեցի փաստաբան ունենալը, փաստաբան ունենալը հատկապես այն մարդկանց համար, ովքեր Միացյալ Նահանգների քաղաքացի չեն, պետք է լինի դա նույնիսկ չպետք է իրենք մտածեն այդ մասին, դա պետք է իրենք ուղղակի, եթե անկախ նրանից մեղավոր են, թե մեղավոր չեն, պետք է վերցնեն փաստաբան։ Որովհետև լինում են դեպքեր, երբ ենթադրենք
domestic violence քրեական գործը կա, բայց հոդվածը հնարավոր է փոխել ընթացքում, այսինքն դատվածությունը, վերջնական դատվածությունը չլինի domestic violence-ի համար, լինի մեկ այլ բանի համար, եթե ամբողջ գործը կարճել հնարավոր չէ, լինի մեկ այլ հոդված, որը որ իրենց էմիգրացիոն ստատուսի վրա հետևանք չի թողնի։ Այսինքն հնարավոր է մարդը deportation չունենա, վերջնական որոշումը deportation չլինի, բայց նաև դա կխանգարի իրեն հետագայում քաղաքացի դառնալուն։ Այո, միանշանակ կխանգարի, բայց դա նորից կախված է դատվության հոդվածից, այսինքն վերջնական հոդվածը ինչ հոդվածով է դատվել անձը։ Ինչ տարբերություն կա քրեական ընտանեկան բռնության գործի եւ restraining order-ի մեջ։ Արդյոք հնարավոր է, որ անձը երկուսն էլ ունենա։ Ուրեմն տարբերությունը ամենամեծ տարբերությունը քրեական domestic violence-ի ժամանակ բանտարկություն կարող է լինել։ Քաղաքացիական domestic violence restraining order-ի ժամանակ բանտարկություն չի հասնի։ Մեծ տարբերությունը դա է։ Երկրորդ մեծ տարբերությունը մեղադրող կողմը քրեական domestic violence-ի ժամանակ դատախազությունն է, պետությունը դատախազության միջոցով, քաղաքացիական restraining order-ի ժամանակ մեղադրող կողմը անձն է, հայցվորն է, ով ներկայացնում է հայցը դատարան։ Երրորդ մեծ տարբերությունը քրեական domestic violence-ի ժամանակ անձը իրավունք ունի ունենալ դատավարություն ատենակալների միջոցով, այսինքն jury trial։ Քաղաքացիական restraining order-ի ժամանակ jury trial չկա։ Միայն դատավորն է որոշում։ Մյուս տարբերությունը ապացուցելու աստիճանը տարբեր է։ Ուրեմն քրեականի համար պետք է լինի beyond reasonable doubt, այսինքն համարյա 100% ապացույց է պետք, քաղաքացիական restraining order-ի ժամանակ by preponderance of evidence, այսինքն մի փոքր կշեռքը եթե վերցնենք, մի փոքր պետք է փաստերը ավելի ծանր լինեն, ու ապացույցը կլինի բավարարված դատավորի համար։ Դրանք հիմնական տարբերություններն են։ Եվ իհարկե, ինչպես նախորդ հարցում խոսեցինք, քրեականի ժամանակ էմիգրացիոն հետևանքը շատ ավելի ծանր է լինում, քան քաղաքացիականի։ Հիմա արդյոք նույն դեպքը կարող է հանգեցնել եւ քրեական domestic violence գործի եւ քաղաքացիական domestic violence restraining order-ի, այո, ու հնարավոր է ու մեծ մասամբ այդպես էլ լինում է։ Այսինքն եթե police report-ը եղավ, անձը գնաց եւ ոստիկանություն դիմում ներկայացրեց կամ զանգեց ոստիկանությունը եկավ, տեսան, հետքեր կա, violence կա եւ այլն, վկաններ կան, գործը հարուցվեց, չէ, դա արդեն քրեական հարուցվում է, բայց անձը ինքը կարող է նաեւ գնալ եւ restraining order վերցնել։ Չնայած մի հատ նյուանս ասեմ, այս դեպքում, երբ որ police ոստիկանությունը խառնվում է մանավանդ, եթե ոստիկանությունը, ասենք, դեպքի վայր է գալիս, հարևանն է զանգում, տանից դժոխք կողմն է զանգում, այսինքն ոստիկանությունը գալիս է դեպքի վայր, չէ, եւ հետագայում ձերբակալություն է լինում կամ չի լինում, այդ պահի համար եմ ասում, եթե քրեական գործը հարուցվում է, արդեն մեղադրվող կողմին տրվում է նաեւ criminal protective order, okay, protective order, որը որ նույն ավելի շատ բաներ իր մեջ ունի, քան restraining order-ը կարա ունենա։ Հետաքրքիր է։ Այո, բայց նորից մեղադրվող կողմը չի կարող մոտենալ տուժող կողմին, չի կարող զանգել, որևիցե կապ ստեղծել, լինի բարեկամի միջոցով, ընկերոջ, հարազատի, ոչ մի email-ի միջոցով, տեքստի միջոցով, ոչ մի
կապ չպետք է կապ ստեղծի եւ եթե կապ ստեղծի նորից այդ protective order-ը ունենալուց հետո դա արդեն լինում է խախտում protective order-ի դրա համար էլ է ինքը պատասխանատվություն կրելու Այսինքն հնարավոր է խախտելու դեպքում երկարացնեն restraining order-ի ժամանակը, թե դա ուղղակի արդեն գործին է։ Մենք այս կոնկրետ այս պարագայում protective order-ի մասին էինք խոսում։ Protective order-ը դա քրեական գործի մեջ, արդեն քրեական դատարանում քրեական դատավորն է տալիս։ Restraining order-ը քաղաքացին է գնում, չէ՞, պահանջում։ Եթե խախտվում է restraining order-ը, դատարանը չի երկարացնելու, եթե restraining order-ն է, քաղաքացիականը չի երկարացնելու, ոչ, բայց եթե խախտվեց restraining order-ը, պաշտպանվող կողմը կարող է դիմել ոստիկանություն, փաստերը ներկայացնել, որ խախտվել է, այդ ժամանակ նորից կձերբակալեն անձին ու կհարուցվի քրեական գործ restraining order-ը խախտելու համար, domestic violence restraining order-ը խախտելու համար, որը misdemeanor է, felony չի։ Իսկ եթե criminal դատարանում, քրեական դատարանում տրվել է protective order, ու այդ protective order-ն է խախտվել, դա անդրադառնալու է քրեական գործի վրա։ Բացի էմիգրացիոն հարցերի վրա անդրադառնալուց, դատական գործընթացը էլ ինչ հետևանքներ կարող է ունենալ անձի վրա։ Դե հետևանքները, նայեք, կարող է ազդել անձի աշխատանքի վրա։ Կարող է ազդել, եթե պրոֆեսիոնալ լիցենզիա ունի, լիցենզիայի վրա կարող է ազդել։ Եթե երեխաներ կան, երեխաների արդեն հանդեպ նկատմամբ ունեցած իրավունքների վրա կարող է ազդել։ Կարող է ազդել ռեպուտացիայի վրա անխոս։ Ենթադրենք հիմա ասենք թե մեղադրվող կողմը բժշկական միջավայրում է աշխատում։ Դա անխոս ազդեցություն է ունենալու աշխատանքի վրա։ Մեր համայնքում շատ տարածված աշխատատեսակներից մեկը, ուրեմն home supportive service-ն է, չէ, երբ որ խնամակալ են լինում։ Այո։ Եթե domestic violence restraining order լինի, կամ domestic violence քրեական գործ լինի, առավել եւս քրեական գործը, անձը չի կարողանալու աշխատել որպես ոլորտում։ Այո, նման ոլորտում։ Restraining order-ը հնարավոր է նայած ինչ աստիճանի է, բայց քրեականը չի կարողանալու աշխատել։ Եթե պետական աշխատանքի պետք է դիմեն, ուրեմն background check են անելու։ Դա երևալու է, այսինքն կարող են մերժել աշխատանքը։ Հետևանքները բավականին լուրջ են։ Մարդիկ շատ չեն պատկերացնում դրա հետևանքները, բայց հետևանքները բավականին լուրջ են։ Ամենակարևոր հետևանքներից մեկը զենքը ունենալու իրավունքը։ Մենք շատ ենք լսում մանավանդ հիմա վերջերս երկրորդ amendment, չէ, զենք կրելու մասին չի խոսքը։ Զենք կրելու համար դա առանձին կետ է, բայց զենք ունենալու, օրինական զենք ունենալու մասին։ Եթե լինի միայն domestic violence restraining order, այդ ընթացքում ինչքան որ domestic violence restraining order-ը ուժի մեջ է, անձը իրավունք չունի զենք ունենալու։ Ոչ միայն չի կարող գնել այդ ընթացքում զենք, այլ ունեցած զենքը պետք է հանձնի։ Եթե քրեական domestic violence դատվածության մասին ենք խոսում, ոչ միայն ընթացքում չի կարող, այլ հետո էլ չի կարող։ Հետո արդեն, երբ որ գործը փակվի, տարիներն անցնեն, հնարավոր է դրա համար process կա, որ դիմում ենք եւ վերականգնվում է զենք ունենալու իրավունքը, բայց դա այդքան էլ հեշտ չի եւ ամենակարևորը, եթե նույնիսկ նահանգային մակարդակով դա վերականգնվում է, ֆեդերալ մակարդակով դա չի վերականգնվում։ Չեմ ուզում մարդկանց, այսինքն ոչ թե խրախուսում եմ, որ չդիմեն ոստիկանություն, եթե բռնությունը լինում է անխոս, եթե բռնությունը լինում է պետք է բարձրաձայնեն, պետք է դիմեն անխոս, դա նույնիսկ չի քննարկվում, բայց դա վախացնելու համար դիմելը կամ
անհիմն մեղադրել, այո, ես դիմեցի, որովհետև ուզում էի իրան սովորացնեմ, դաս սովորացնեմ։ Այդ դրա համար չպետք է անել։ Որովհետև նաև դիմող կողմը պետք է իմանա, որ կեղծ ցուցմունք տալու համար իրեն էլ պատասխանատվության կարող են ենթարկել։ Քանի որ այս թեմայով ենք խոսում, ինձ թվում է այս պահին ճիշտ կլինի նաև նշեմ մի հատ հանգամանք քաղաքացիական դատարանում հաղթող կողմը լինի դա հայցվորը, թե լինի պաշտպանվող կողմը։ Հաղթող կողմը կարող է պահանջել պարտվող կողմից իր դատարանի ծախսերը։ Փաստաբան, եթե ունի փաստաբանի ծախսերը, կատարած իր մնացած ծախսերը։ Այսինքն, սա գնում ենք նորից հետ փաստաբան ունենալու հանգամանքին, կարևորությանը։ Որովհետև եթե մեղադրող կողմը ուղակի մեղադրանքը ներկայացնում է, քաղաքացիականի մասին եմ ես հիմա խոսում, domestic violence restraining order-ի համար, չէ, եւ բավարար փաստեր չի ներկայացնում, դատական process-ի ընթացքում չի կարողանում ապացուցել դատավորին, որ իրեն պետք է դատավորը տա restraining order արդեն հիմնական, եւ դատավորը մերժում է հիմնական restraining order-ը, պաշտպանվող կողմը համարվում է հաղթող կողմ։ Ու պաշտպանվող կողմը կարող է իր ծախսերի համար հետ գալ մեղադրող կողմին։ Ռուզանա ջան, մեկ հարց եք ուզանամ տալ restraining order-ի հետ կապված։ Արդյոք մեղադրող անձը կարող է հետ վերցնի կամ չեղարկի իր restraining order։ Այո։ Ու դրա համար process գոյություն ունի։ Նախ գնանք սկզբից restraining order-ը, եթե խոսքը վերաբերում է temporary restraining order-ին, չէ՞։ Ենթադրենք հայցվորը ստացել է temporary restraining order TRO, որը ինչպես արդեն բացատրեցի, 21 օր ընդամենը ուժ ունի, չէ՞, մինչև հաջորդ դատա։ Եվ այդ ընթացքում մինչև հաջորդ դատավարությունը անձը հայցվորը որոշում է, որ չի ուզում շարունակել restraining order, չի ուզում permanent հիմնական restraining order վերցնել, ինքը կարող է դատարան չներկայանալ։ Եթե դատարան չներկայանա, դա արդեն եւ պատասխանող կողմը ներկայանա դատարան, այդ ժամանակավոր restraining order-ը չեղարկվում է, որովհետեւ հայցվորը չի ներկայանում, որպեսզի ապացուցի իր կողմը։ Հիմա ենթադրենք արդեն մշտական restraining order-ն է տրվել։ Ճիշտ է, ասենք 1 տարով կամ 3 տարով կամ 5 տարով տրվել է։ Եվ պաշտպանվող կողմը հանգամանքները փոխվել են, ենթադրենք ամուսինների մասին է խոսքը գնում, կամ ասենք բարեկամ հարազատներ են, չեն նույն ընտանիքում ապրող։ Հանգամանքները փոխվել են, չեն ուզում, էլ կարիքը չկա restraining order-ը լինելու։ Դրա համար գոյություն ունի նորից ֆորմ, որը հայցվորը կարող է ներկայացնել դատարան եւ խնդրել դատավորին, որպեսզի չեղարկվի այդ որոշումը։ Հիմա հայցվորը պետք է բացատրի ինչի համար է ուզում, որ չեղարկվի restraining order-ը։ Եթե երեխաներ կան, եթե խոսքը վերաբերվում է ամուսիններին domestic violence-ի մեջ գտնվող եւ երեխաներ, անչափահաս երեխաներ կան, եւ հայցվորը դիմի դատարան, որպեսզի restraining order-ը չեղարկվի որոշ ժամանակ հետո, դա բավականին դժվար է լինելու, որովհետեւ դա մեխանիկորեն չի, դատավորը չի մեխանիկորեն չեղարկելու իր որոշումը։ Դատավորները շատ լավ գիտեն, որ հաճախ բռնության մեջ գտնվող անձիկ ինչ որ հանգամանքներից ելնելով, վախից ելնելով, նորից, ասենք բռնությունից ելնելով, բռնությունը շարունակվում է, իրենք վախենում են, չեն դիմում, չեն տեղեկացնում օրինապահ մարմիններին, եւ ստիպված ուզում են, որ այդ օրդերը, restraining order-ը չեղարկվի։
Այսինքն իրանք դեռ գտնվում են domestic violence-ի մեջ, բայց ուզում են որ չեղարկվի իրենց ինչ պատճառներ ունենալով։ Դատավորը պարտավոր է ու իմանա պատճառը։ Հարցնելու է անձին, հայցվորին, ինչն է պատճառը, ինչի համար է ուզում որ ուրեմն չեղարկվի։ Եթե կարողանա հայցվորը հիմնավորի իր պատճառները եւ դատավորը վստահ լինի, որ դա իրականում արդեն restraining order-ի կարիքը չկա, դատավորը կչեղարկի իր որոշումը։ Բայց եթե դատավորը համոզված չլինի, որ պատճառները չկան, հիմնավոր են, այո, հիմնավոր են, հետևանքները վերացվել են domestic violence-ի, անկախ նրանից ինչքան ցանկություն ունի, հայցվորը դատավորը իր որոշումը չեղյալ չի համարելու։ Իսկ հնարավոր է մեկ անգամ մերժվելուց հետո դատավորը երբ որ մերժում է նորից հայցել։ Այո, իհարկե, հնարավոր է, բայց ամեն անգամ դա հատկապես խոսքը վերաբերում է, եթե երեխաներ կան, անչափահաս երեխաներ կան։ Եթե երեխաներ չկան, մի քիչ ավելի հեշտ է դա լինում։ Բայց եթե երեխաներ կան, դատավորը անպայման ցանկանալու է իմանալ պատճառը, պետք է վստահ լինի, որ ճիշտ որոշումը, այո, որոշումը չեղարկելու ճիշտ է եւ ոչ թե վախի ազդեցության տակ է դա կատարվում։ Իհարկե, ինչքան ժամանակը երկար անցած լինի, ասենք restraining order-ը ինչքան երկար ուժի մեջ լինի, այդքան ավելի հավանականությունը, որ կարող է չեղյալ համարվել, ավելի շատ է։ Հիմա ենթադրենք, թե կինը դիմել է դատարան, ստացել է restraining order 3 տարով։ 4 ամիս հետո օրդերը ուժի մեջ մտնելուց 4 ամիս հետո գնում է դատարան, դիմում է դատարան, որ չեղյալ համարվի։ Ամենայն հավանականությամբ չի համարվելու չեղյալ։ Մերժվելու է, այո, դատարանը մերժելու է։ Հիմա սա ձեր հարցը վերաբերվում էր restraining order, այո, բայց ես առիթից օգտվելով նաև բացատրեմ քրեական կողմը, որովհետև դա հաճախ է հանդիպում ինձ։ Երբ որ ուրեմն դիմում են ոստիկանություն, չէ, կինը դիմել է, այդ դժոխ կողմը։ Ես հիմա կինն եմ այս ասում, չառանձնացնենք, որտեղ հնարավոր է որ ամուսիններն են։ Այո, շատ է լինում։ Ենթարկվում բռնության։ Անխոս, շատ է լինում ու լինում է նաև որ կինը զանգում է ոստիկանություն, ոստիկանությունը ներկայանում է եւ կնոջն են ձերբակալում, որովհետեւ դժոխ կողմը ըստ փաստերի լինում է ամուսինը։ Հիմա ենթադրենք դժոխ կողմը դիմեց ոստիկանություն, չէ, եւ ձերբակալեցին մյուս կողմին։ Հաճախ լինում է որ ինձ հարցնում են, ես չեմ ուզում որ գործը քրեական գործը շարունակվի, կարող եմ ես իմ ուզում եմ հետ վերցնել իմ բողոքը, ուզում եմ կարճվի քրեական գործը, կարող եմ հետ վերցնել բողոքը։ Այդպիսի հասկացություն բողոքը հետ վերցնել չկա։ Գոյություն ունի չեմ ուզում օգնել դատախազությանը, որպեսզի գործը իրեն կարողանան ապացուցել, okay? Cooperate, չեմ ուզում cooperate անեմ իրանց հետ։ Հիմա եթե դատախազությունը ունի բավարար փաստեր, որ իրենք կարող են գործը ապացուցել, հանցանքը ապացուցել առանց դժոխ կողմի մասնակցության, ուղիղ մասնակցության, օգնության, իրենք գործը չեն կարճելու։ Իսկ եթե չեն կարող ապացուցեն, այսինքն դժոխ կողմի մասնակցությունը պարտադիր է, գործը կկարճվի, որտեղ չեն կարող ապացուցեն։ Չէ, ընթացք չեն տա, եթե չեն կարող ապացուցեն։ Եթե չեն կարող ապացուցեն, ընթացք չեն տա։ Հիմա ես դա ուղղակի սա մի քիչ ավելի ինֆորմացիա է, բայց դա փաստաբանների համար է ավելի շատ, քան սովորական մարդկանց, որտեղ այդտեղ գոյություն ունի Crawford issue։ Հասկացաք, այսինքն դժոխ կողմի ներկայությունը դատական process-ում 99.9%-ում պարտադիր է լինելու։ Դա ըստ օրենսդրության, ըստ Crawford case-ի։ Okay? Բայց կան դեպքեր, որտեղ գործը կարա ապացուցվի, քրեական գործը առանց դժոխ կողմի ներկայության։ Եվ որպես վերջաբան Ռուզաննա ջան,
որպես քրեական պաշտպանության փորձարու փաստաբան, ինչ խորհուրդ կտաք մեր հայ համայնքին, ովքեր անցնում են ընտանեկան բռնության միջով, բայց ինչ-ինչ պատճառներով վախենում են կամ թաքցնում են, չեն բարձրաձայնում խնդրի մասին։ Եթե ընտանեկան բռնությունը իրականում եղել է կամ կա, անպայման պետք է դիմել ոստիկանություն, անպայման։ Եթե բռնությունը ֆիզիկական բնույթ է կրում, անպայման պետք է դիմել ոստիկանություն։ Եթե բռնությունը կրում է էմոցիոնալ, ֆինանսական բնույթ, դա արդեն ոստիկանությունը ամենայն հավանականությամբ չի զբաղվի այդ հարցով, ուրեմն դիմել քաղաքացիական դատարան restraining order-ի համար։ Մենք որպես ազգ ունենք շատ լավ հատկանիշներ, հատկություններ, դաստիարակություն, դա մեր ուրեմն ժառանգաբար եկած, մենք շատ լավ բաներ ունենք, որի հետևանքում մեր ընտանիքները, հայկական ընտանիքները ավելի ամուր են եղել դարերով։ Բայց դրա հետ գալիս է նաև լռելու ուրեմն դաստիարակությունը, պրոբլեմը թաքցնելու դաստիարակությունը, ամոթը, տուժող կողմը հաճախ մտածում է, որ դա իր մեղքն է, որ ինքը հայտնվել է նման իրավիճակում ընտանեկան բռնության մեջ։ Դա երբեք տուժող կողմի մեղքը չի։ Երբեք։ Եթե բռնությունը իրականում կա, եթե բռնությունը իրականում եղել է, իրականում կա, տուժող կողմը չպետք է ամաչի։ Երբեք։ Որովհետև դա իր մեղքը չի։ Անկախ նրանից ինչ է ինքը արել, որ ենթարկվել է բռնության։ Չպետք է ամաչի, որովհետև դա իր մեղքը չի։ Դա իհարկե արդեն ավելի հոգեբանական աշխատանքների հետ է կապված, պետք է իրանց վրա ավելի շատ աշխատեն այդ ուղղությամբ, բայց մնալ domestic violence-ի մեջ, մնալ ընտանեկան բռնության մեջ, որովհետև կա երեխաներ, կա, չգիտեմ, հարևաններ, բարեկամներ, ամոթ, ինչ կմտածեն, ինչ կխոսեն, դա սխալ մոտեցում է, դա շատ սխալ մոտեցում է։ Եվ նաև սխալ example երեխաների համար։ Անխոս։ Այդ երեխաները, ովքեր մեծանում են ընտանեկան բռնության մեջ, երեխային թվում է, որ դա նորմալ է։ Այո։ Երեխային թվում է, որ դա այդպես էլ պետք է լինի։ Էլ չխոսենք այն մասին, որ հաճախ այդ բռնության ենթարկվող անձիկ դա վերագրում են բռնությունը, հատկապես ֆիզիկական բռնությունը վերագրում են սիրո, կապում են սիրո հետ։ Այսինքն սիրելուց է, որ ինձ ծեծում է։ Սիրելուց է, որ ինձ չի թողնում անարգում է։ Սիրելուց է, որ չի թողնում աշխատեմ։ Խանդում է։ Դրանք բռնություններ են։ Ու եթե բռնությունը կա, դա իմ անձնական կարծիքն է, եւ իհարկե իմ կարծիքը նաեւ որպես փաստաբան։ Դուք հիմա ինձ հարցը տվեցիք որպես փաստաբան։ Որպես փաստաբան ես ավելի շատ պաշտպանում եմ քրեական գործով դատապաշտպան եմ։ Իմ գործը մեղադրվող կողմին քրեական դատարանում պաշտպանելն է։ Ես պաշտպանում եմ մեղադրվողին։ Բայց լինելով այդ դատապաշտպանը, ես նաև ասում եմ, որ եթե կա բռնություն, ընտանեկան բռնություն, տուժող կողմը պետք է դրա մասին բարձրաձայնի։ Դա պետք է դադարեցվի։ Այո։ Հիմա քաղաքացիական դատարանում դա արդեն ուրիշ է։ Քաղաքացիական դատարանում եթե քրեական գործ չկա, ես երկու կողմն էլ ներկայացնում եմ։ Եվ մեղադրող կողմին եմ ներկայացնում, հայցվորին եւ պաշտպանողին։
բայց դա չի փոխում իմ կարծիքը ոչ որպես իրավաբան եւ ոչ որպես անձ։ Մեր համայնքը պետք է բարձրաձայնի դրա մասին, պետք է օգնություն ստանան, պետք է օգնության դիմեն, նորից եմ ասում, եթե իրականում բռնությունը կա, խոսքը չի վերաբերվում կեղծ փաստերին, կեղծ մեղադրանքներին, հա, խոսքը դրա մասին չի։ Ինչ որ դաս սովորեցնելու համար, ինչ որ, չգիտեմ, մի բան անելու համար։ Եթե մեղադրանք կա, եթե բռնությունը կա, մի լռեք։ Եվ կուզեի նաև ավելացնել, որ շատ անգամ մարդիկ լռում են, քանի որ իրենք տեղեկացված չեն իրենց օրենքներից, իրենց հասնող իրավունքներից, ընդհանրապես տեղեկություն չունենալուց եւ ինֆորմացիա չունենալու պատճառով շատ անգամ իրենք չգիտեն ինչպես պաշտպանվեն եւ չեն բարձրաձայնում, այդ իսկ պատճառով նաեւ չեն ստանում օգնություն։ Դրա համար շատ շնորհակալ ենք ձեզ Ռուզաննա ջան, որ այսօր չմերժեցիք, եկաք եւ զրուցեցինք, այսքան մեծ ինֆորմացիա դուք տվեցիք, որ մենք կարող ենք փոխանցենք մեր հայ համայնքին, նամանավանդ այն անձանց, ովքեր նոր են տեղափոխվել եւ շատ կրկնվեմ տեղեկություն չունեն Ամերիկայի օրենքներին կամ իրենց հասնող իրավունքներին, այս տեսակ հաղորդումներով մենք կարող ենք շատ ուսուցողական լինի, ուսուցողական բնույթ կրի եւ մարդկանց հասցնենք ինֆորմացիա։ Անխոս, ես շատ շնորհակալ եմ նաև հնարավորության համար, այս հնարավորությունը ինձ տրվելու համար, ավելացնեմ որպես վերջաբան, մանավանդ նոր երկիր մուտք գործած անձանց համար, ովքեր օրենքներից տեղյակ չեն, ովքեր չգիտեն։ Ուրեմն ես խնդրում եմ, արդեն չեմ կարող պահանջել, ես խնդրում եմ ինֆորմացիա ստանալու համար, եթե պրոբլեմ ունեն, թող դիմեն պրոֆեսիոնալ մարդկանց, որպեսզի ճիշտ ինֆորմացիա ստանան, որովհետև ես շատ եմ նկատում, ասենք կողքից խորհուրդները տրվում են ոչ ճիշտ, հաճախ այդ խորհուրդները ճիշտ չեն, հաճախ այդ խորհուրդները շատ են իրանց հետագայում խանգարում։ Կան բավական փաստաբաններ, մեր հայկական համայնքում շատ լավ փաստաբաններ մենք ունենք, որոնք անվճար խորհրդակցություն են տալիս, որոնք անվճար այդ ինֆորմացիան կտրամադրեն իրենց ժամանակը կտրամադրեն։ Դա ընդամենը 10-15 րոպեվա, ասենք, հարց է, վերցնել հեռախոսը, զանգել փաստաբանին, ժամանություն ան, բայց ինֆորմացիան ստանալ ճիշտ մարդուց։ Իհարկե, եւ ի վերջո չի կարող մեկի օրինակը իհարկե համապատասխանել մյուսի кейսի հետ, որովհետեւ տարբեր հանգամանքներ կան եւ իրականում պետք է հենց մասնագետը փորձի ճիշտ ուղղություն տալ։ Այո։ Շնորհակալություն։ Մենք ենք ձեզ շնորհակալ Ռուզաննա ջան, հույսով եմ մեր զրույցները կլինեն շարունակաբար, ամեն անգամ կփորձենք մեկ այլ թեմայի շուրջ խոսել եւ նոր ինֆորմացիա մեծ հաճույքով ես ուրախ կլինեմ հնարավորության համար իմ գիտելիքներով, իմ փորձով կիսվել մեր համայնքի հետ, ի վերջո մենք մեկս մյուսով ենք ուժեղ։ Այո։ Մենք ամեն դեպքում գտնվում ենք օտար երկրում, սա մեր ծննդավայրը չի, եթե մենք չենք ծնվել այստեղ եւ մեկս մյուսով ենք ուժեղ, այնպես որ ես մեծ հաճույքով, եթե հնարավորություն կտրվի, եթե հարցեր կլինեն, որտեղ որ դուք կգտնեք իմ, ասենք, բացատրությունը, խորհուրդը կօգնի մեր համայնքին, ես մեծ սիրով շնորհակալ ենք։ Շնորհակալություն։